Բարև ձեզ, եթերում տեսլականն է։ Այսօր հյուրընկալվել եմ աստղաբան, հոգեբան Լյուսիա Հակոբյանին։ Դժվար է։ Այդ որն է ուժեղ կինը համարվում, որ ես մայր եմ եւ վերքը դեռ թարմ է։ Սիրտը պայթել էր։ Խոսում եք հրայրի հետ իկին Լյուսիա։ Շատ, որտեղ ինքը գոյություն ունի։ Ահա որը իմ թևս կտրվածա չկա։ Դուք ասացիք, որ ձեզ անգամ հրաժեշտ չի տվել։ Ինքը գնաց, որ լիֆտը նստեց, ինքը շուրակալն եմ, այդ անգամ շուր չեկավ, ես իրա թիկունքն եմ հիշում։ Փողոցում ընկել էր աբսերն ինֆարկտ էր, աշխատանքի գնալուց։ Իմ տղան զոհ եղավ խարդախության ու անարդարության։ Դուք զգում եք, կանխատեսել եք։ Հա, ասացի իմ տղան քուչում անգավ քուչում։ Ձեր բնակարանից վտարել բռնի ուժով երկու անգամ։ Ու ինքը միշտ իմ հետ է լինելու, ու ես տեսնում եմ, որ ինքը իմ տանն է, մեր տանն է, ու ինձ սպասում է, ու ես պետք է գնամ իմ տուն։ Հրայրը զսպում էր իր մեջ այդ ամենը, փորձում էր կուլ տալ։ Սրիկան էր, իմ տղան այդտեղ է, այդ ձեր տունը չի, դուք տեղից դուրս եք գալու, ռադ եք լինելու։ Եվ դուք հայտնվում եք փողոցում։ Դժգոհ եմ վարչապետից նրա համար, որովհետև ոչ ոք չի պատժում։ Մենք իր մեջ լուր տարավ, այնքան տարավ, որ պայթեց իր սիրտը այդ անարդարությունից։ Բարև ձեզ, տիկին Լյուսիա։ Բարև լինի։ Խնդրում եմ նախ եւ առաջ ընդունեք իմ խորին վշտակցությունը, տիկին Լյուսիա։ Անդառնալի կորուստ ձեր սիրելի որդին անժամանակ հեռացավ։ Բայց լինելով հզոր մայր, ես վստահ եմ, որ դուք գիտեք ինքը որտեղ է եւ ձեր մասնագիտությունն էլ թույլ է տալիս որոշ հարցերի պատասխանները իմանալ, զգալ, ինչու՞ չէ նաեւ ինքնուրույն մխիթարվել։ Տիկին Լյուսիա, շատ դաժան, ցավոտ թեմա է, անգամ ես եմ ինձ վատ զգում, որդեկորույս մոր հետ ունենալ զրույց, հարց ու պատասխան, բայց դուք ուժեղ կին եք։ Տիկին Լյուսիա, խնդրում եմ պատմել եւ հիշել վերջին օրերը, հրայրը, ձեր որդին, դուք ասացիք, որ ձեզ անգամ հրաժեշտ չի տվել։ Ամեն անգամ տանից դուրս գալուց դժվար է։ Այդ որն է ուժեղ կինը համարվում, որ ես մայր եմ եւ վերքը դեռ թարմ է։ Ու այդ որդեկորուց մայրերը ես շատ իրանց հետ միջև հիմա էլ կապ ունեմ ու ես հատկապես ես խոսում եմ միայն 18 տարեկանների մասին։ 18 տարեկանները բոլոր տղաները, բոլոր մամաներ ջան բարի են, դուք իրոք հերոս տղաներ եք ծնել ու բոլորը տիրոջ մոտ են, ես դա միշտ եմ ասել եւ էլի կասեմ, իրանք աշխարհի ամենաբարի տղաներն են, 18-19 էլ կա տարեկան ու դուք հպարտացեք ձեր երեխեքով, որտեղ իրենք պահում են մեր ամբողջ հայոց աշխարհը, մեր ազգը իրենք են պահում։ Միշտ, քանի հայ ազգը գոյություն ունի, քանի հայոց աշխարհը գոյություն ունի, իսկ դա լինելու է միշտ։ Երբեք Հայաստանը չի կործանվի, երբեք էլ հայ աշխարհերից չի վերանա, որտեղ շատ ազգեր վերացան, շատ ազգեր։ Եգիպտոսում եգիպտացիներ չկան։ Այս իմացեք։ Բայց հայը կա։ Հրայրը ձեր կրտսեր որդին էր։ Կրտսերը ո՞րն է։ Երկրորդ տղաս է։
փոքր նա համարվում։ Ու ինքը շատ բարի էր, ես որ ամբողջ իր կոլեկտիվը եկել էր ցավակցելու, ես բոլոր մամաների համար իրանց տղաներն ամենից լավն են, բոլոր մամաների։ Ես գիտեմ իմ տղային ինչքանով գիտեմ, բայց որ ամբողջ կոլեկտիվը դասարան, համալսարան, աշխատանք եւ ընկերություն բոլորը ցնցված են ու ինչքան են գովում, որ իմ տղային ասում են դու ոչ թե լավ եղբայր ես կորցրել, այլ լավ մարդ։ Մի հատ չար վատ մի ժպիտը դեմքին երբեք ոչ մեկին 28 տարի աշխատել ա նույն հիմնարկում, 28 տարի, այնքան փոխվեցին, բայց ինքը մնաց, որովհետև այդ մարդ-ությունը, որտեղ որ աշխատում էր, միակ կետը, որ ավարտել էր հենց այդ բաժինը։ Տիկին Լուսիա, եկեք անդրադառնանք այն չարաբաստիկ օրվան։ Ինչպես արթնացաք, ինչպես ճանապարհեցիք նրան աշխատանքի։ Ես իմ տղային միշտ գնալուց գալուց միշտ գրկել եմ ու միշտ համբյուրել եմ, ամեն անգամ ինքին ցերում էր, ասում էր ես ղզիկ չեմ, ես միշտ ջղայնանում եմ այդ բառից։ Եթե մաման իր որդուն համբյուրում ա, դա ղզիկ կա, ինքը տենց է տեսնում։ Այն մյուս տղաց այդպես չի։ Նա սիրում ա ողջակուրվել, գրկել աշխատանա, պաչիկն է, ես քրարը չէր սիրում։ Նա էլ այդպես է տղա։ Ինքը գնաց որ լիֆտը նստեց, ինքը շուռ ականամ այդ անգամ շուռ չեկավ, ես իրա թիկունքն եմ հիշում, որ թիկունքից ես իրան տեսա ու տխուր էր այդ օրը շատ, իսկ միջև այդ քանի օր առաջ ես զգում եմ, որ ինչ-որ մի բան դեն չի անընդհատ, ու իրա գարասկոպն էլ որ նայել է դուրս չէր գալիս, Գանե Սարգսյանին աստղաբան, որ կայրան ասում է, ինչ-որ մի բան դուրս չի գալի, գարոշիկ չա, մի հատ նայի, ասել էր կնայեմ հետո զբաղված էր, բայց մաման ազգում ամեն ինչ, միայն մայրն այդ բանը նախ, ու իմ փողոցում ընկել էր ապշերն ինֆարկտ էր, աշխատանքի գնալուց, մի քանի քայլ հիմնարկին հասնելու արդեն, բոլորը անմիջապես իմացան ու ինձ մխիթարում էին, լավ կլինի, լավ բան, 3 օր կոմայի մեջ էր այդ պրատում, միայն ես զգում, ասում է, չէ, ինձ մի խաբեք, ես իմ տղային չեմ զգում։ Դուք բավականին անօգնական եւ կոտրված վիճակում էիք, հատկապես այն փաստից, երբ իմացաք, որ ձեր որդին ինֆարկտ ստանալու ժամանակ փողոցում է եղել եւ ընկել է հենց փողոցում։ Ես ընկերներիս ասեցի, իմ տղան քուչում ընկավ, քուչում, որովհետև մենք շատ լավ ենք ապրել, մի քիչ երևի սիրուն չի, որ այս բանն ասում եմ, մենք երբեք ոչ մի բանից, թե նյութական, թե չգիտեմ, ընդհանրապես ոչ մի բանից չենք նեղվել, լավ ենք ապրել, բոլորս էլ։ Ու այս տան հարցը ստրես բերեց, շատ զգայուն էր, հրարը չխոսող էր, մեծ տղաս խոսում ավելի շփվող, ասած չխոսող, ամեն ինչ իր մեջ, մի թեթև ես հուզվում եմ, մի թեթև անմիջապես խառնվում էր ու հումորներ էր անում, որ ես չնեղվեմ։ Կոմենտները մեկ-մեկ ընդեղ բաներ են ինձ կրում, հիմարությունները, մի որոշ ժամանակ միասին կարդում ենք ու ծիծաղում էինք, ասում են, «Նյուժել է այսքան մարդ է, այս աստիճանով» խնդում էինք այդ գրածների վրա, որ ես վատ չլինեմ։ Ատատ ասում էր, մամ, մի կարդա, դու տեսնում ես դրանք տհաս են։ Ու միշտ ասում էր, քեզ 100 հոգի գովում, մի հոգի չի գովում, ինչ ես կպել այդ մի հոգում։ Չգիտեմ։ Ես գիտեմ, որ միշտ էլ չարախոսներ լինում են, միշտ էլ կբամբասենի շատ անգամ գրում են, մի կարդա բանի տեղ մի դիր։ Այն առակը կա է, որ 99 ոչխարը հավաքված են միտեղ, բայց մի ոչխարը կորում է ու հովիվ է գնում հենց այդ մեկի հետևից։ Այդ եմ անդադ, բայց ես չեմ կարող բոլորին ասել, որ այտենց մի մտածի, այդպես մի խոսի, այտենց են, այդ նախանձն է խոսում, ուրիշ ոչ մի բան։ Ես միայն մի բան կասեմ, իմ տղայի այդ վիճակ ինքը ստենդաբորված էր սիրտը։ Ստրեսներ տա։ Իմ տղան զոհ եղավ խարդախության ու անարդարության, որտեղ բժիշկները Լենինգրադում ինքն էր ու ստեղ էլ Աստրիկում ա եղել, բոլորը եւ Վրաստան,
ամեն ու ստուգվել էր 1 ամիս առաջ, ամեն ինչ լավ էր, նորմալ էր ու բոլոր բժիշկները զգուշացնում են քեզ հուզվել չի կարելի։ Ու այդ օր ինքը երևի ինչ-որ մի վատ բան էր լսել էս մեր տան հետ կապնված, երևի ինչ-որ նամակ էր ստացել, որտեղ հնարավոր չէր, իսկ որպես մասնագիտորեն եթե նայեմ մեդիցինսկի աստրոլոգիայով, սիրտը պայթել էր, դա նշանակում է, այլ սիրտը չդիմացավ այդ մարդու, դա այդպես է, սիրտը գլուխն ուրիշ է, ոտքն ուրիշ է, փորն ուրիշ է, սիրտն դա չի դիմացել եւ սիրտը սիրո խորհրդանիշն է։ Տիկին Լուսիա, դուք զգում եք այդ ամենը, դուք զգում եք, կանխատեսել եք։ Հա։ Իսկապես։ Վախեցել եմ։ Կանխատեսել եք ձեր որդու մահը։ Չէ, մահեր չէ, բան բաներ, տագնապներ կար անդադ մեջս, իմ ընկերներին աստղաբաններ կար անդադ հարցնում են։ Հա, հարցնում եմ, մի հատ նա եկել է, մի հատ նա, բոլորը կապում են բնակարանի կորուստ, բայց արիդս տղայիս կորուստա։ Գիտեք ինչն է ցավը, գիտես Արիկ ջան, դու իմ տղան ես արդեն։ Իրոք դու իմ տղան ես, դու շատ հարազատ ես ինձ համար։ Այդ դեպքը, որ եղավ դու եկար անմիջապես ինձ մոտ, Գանի հետ, ու դու ոնց ինձ գրկեցիր ջեր տակ։ Մարտի 14 այդքան ասել եմ եթերում, լուսնի խավարում, ու անդադ ասում է, ամին այլանդակ կորնա, անընդհատ բոլորին զգուշացնում է, ասես զգուշ եղեք ինֆարկտներից եւ քաղցկեղ։ Ու տղայիս այդ օր Իրիկունի գիշերն ասեցի, որ վաղ այլանդակ կորա, տեղերը թխմի, այդ բաների մեջ չընկնես, որտեղ միտինգները չգիտեմ ինչեր են անում, չլսես, գործունես, ինքը ընդհանրապես չել հետաքրքրվում, ոչ էլ մասնակցել է երբևիցե, ոչ ես, ոչ ինքը։ Որ վատ բաներ չլսես, որտեղ լավ որ չի, քեզ փոքր ստրեսը, վատ ինֆորմացիան չի կարելի։ Հա, ասենց արել։ Առավոտն էլ արթնացա, տեսնեմ նստել է իր աղջականն, այտենց բան չի լինի, որ վեր կանա ու նստի։ Ու նայում մեր պատուհաններին, որովհետև տունը որտեղ որ ես ապրում եմ, անմիջապես մեր պատուհաններին է։ Իմ տան սեփական հորականս տան պատուհաններին, որտեղ սրիկաներ են հիմա ֆրֆռում, բայց իրանք դեռ այնտեղ չեն ապրում։ Ես ուզում եմ ասեմ, որտեղ էտա դառը պատճառը։ Իմ տղան զոհ դառա, ոչ թե ձեր կեղտոտ բերան բացած թուղթ ու գրերի անեծքների, այլ այդ խարտախների զոհ դառավ։ Խաբեության զոհ դառավ, դատավորների մի քանի, քննիչների, նաև դատախազության, իմ փաստաբանը Լևոն Բաղդասարյանը, շատ ճանաչված գրագետ համարձակ մի անձնավորություն, ու բոլորդ էլ գիտեք ինքն փաստաբանն է, նաև իմ փաստաբանն է, արդեն ամենը 3 տարի է լինում։ Առաջին անգամ որ օգնից ես մտա իմ տուն, շատերը գիտեն, բա հետո մտար մի տուն Նիկոլն արեց, Պուտինն արեց, ամբողջ աշխարհն արեց։ Բայց փաստաբանը մեր Լևոն Բաղդասարյանն արեց։ Ու վերջ տվեք ձեր այդ չիմանալու ինֆորմացիաները տարածել առանց իմանալու։ Վերջ տվեք, զզվել եք դառել դուք բոլորդ։ Իմ մեջ ահավոր հիմա ցասում կա, այն վիրավոր գազաններ կան, որ իրանց ձակին ինչ-որ բան են անում, գազազածը, հովազը, թռիչքի է հարձակվել, ու ես արդեն ուզում եմ հարձակվեմ ու բոլորին անվանական, որտև իմ տղան չի թողել, որ ես ոչ մի բանով զբաղվեմ, հետաքրքրվեմ, այդ մեր տների հարցով, թույլ չի տվել և շատ բաներ ինչ չի ասել, ես միայն ստորագրել եմ, բերել է այդ ինչ-որ բողոքները ներկայացրել է, ես միայն ստորագրել եմ, ուրիշ ոչ մի բանից տեղակ չեմ եղել, ոչ մի բանից, բայց հիմա ես տեղիցս վեր եմ թռել, ես վեր եմ թռել ու կհարձակվեմ այն մարդկանց վրա, այն խարդախների, սրիկանների, ովքեր իմ տղային այս օրը հասցրեցին, որտեղ զոհ դառավ իմ տղան խաբեության ու սրիկության, վաշխառուի, որոշ դատավորների, անգրագետ քննիչների, որ սուտ երկու ֆրոնտի վրա աշխատել են համեսկոմ, համենկոմ, ու մի քանի փաստաբանների, Լևոնի մասին չեմ խոսում, որտեղ մինչև Լևոն Բաղդասարյանին ուրիշ փաստաբաններ եմ ունեցել, միայն փող են վերցել ու ոչինչ էլ չեն արել։ Եթե արած լինեն, ես իմ տանը կլինեի։ Անցած տարի մարտ ամսին, բոլորը գիտեն իմ ծննդյան օրը երբ էր, մարտի 20-ին Բաղդասարյանին զանգահարում եմ, որ
ծնունդիդ նվեր եմ անում 21-ին կգնաս քո տուն անցած տարի դատարանի որոշմամբ ու մենք թուղթը վերցնում ենք հարկադիրնել գալիս է իր գագոյի հետ մեկտեղ այդ խափեպաների վախկոտների ես կասեմ վախկոտների մի քանի աշխատակիցների որ արդեն պետքա գնամ իմ տուն ու փականագործ են կանչում որ դուրը բացի որովհետև փագել է այնտեղ մարդ չապրում բայց ամբողջ տունս քանդել ավիրել ջարդել փշրել չգիտեմ ինչի համար առավոտը ժամը 12-ից փաստաթղթերը դատարանի որոշումը մեր ձեռքը մենք պետք է մտնենք մեր տուն մինչև ժամը 4-ը կապիկություն էր անում հարկադիրի տղաները չեն թողնում որ մենք մտնենք մեր տուն խնդիրը ի՞նչն էր տիկին Լուսիա որ չէին ու մենք զանգեցինք արդարադատություն զանգել ենք մարդուրի իրավունքների ոստիկանություն ենք զանգարել ոստիկանությունն եկել են մի քանի հոգով որ տեսնում է դատարանի որոշումը կարդում է որ դուք իրավունք չունեք արգելելու աչքով տվեցին այնտեղ ինչեր արեցին ես ոստիկանությունը կանգնեց ու մի քիչ հետո այդ գագոյի հեռախոսի վրա զանգակալի որ գործը դադարեցրեք դատավորն իր որոշումը ինքն իր որոշումը հերքել է Տիկին Լուսիա տարիներ առաջ ձեզ տարբեր մարմինների միջոցով այսպես ասած դուրս հանեցին ձեր հայրական տանից որոշ շրջանում դուք ապրեցիք ձեր ընկերների տներում վարձակալությամբ ու եկավ մի շրջան եւ դուք արդեն վերադարձաք ձեր տուն շատ կարճ տևեց որ Բաղդասարյան օգնեց տուն մտանք բայց դեռ գործ ավարտված չէր մտաք ձեր տուն բայց դեռ գործ ավարտված չէր այնինչ դեպքը կրկնվեց նորից ընթացքի մեջ էր գործը որովհետեւ Բայց չեմ կարող հիշել։ Դեր դատարաններ տունը կաղանքի ա դրված, որ իրավունք չունեն, այնտեղ վաճառեն, փող էին անեն, ինչ որ իրավունքներ չկան, բայց գործեր էին անում։ Գործ ընթացքի մեջ է, որտեղ վաճառտի դրել են բավականին թանկ տունը, շատ էժան գնով շուկայականից վաճառել են, որ մեզ էլ թույլ չեն տվել աճուրտի մասնակցենք, թույլ չեն տվել կառավարիչ այդ Կամո Հարոյանի, որտեղ ես չեմ թաքցնում, ոչինչ ես չեմ վախենում, ոչ մի բան, ամեն ինչ համարձակ ասում եմ, որտեղ ամեն ինչը փաստացի կա, փաստաթղթերը կա, ու բոլորի վրա էլ քրեական գործ հարուցված է արդեն, բայց ես արդեն համոզում եմ, որ դա սուտ է քրեական գործերը, ամեն ինչն էլ սուտ է, այս գործերը պետք է կարգի բերեն դատախազություն եւ դատավոր, ու բոլորը պետք է պատժվեն, եթե չկա իրավական պատիժ, տեզերական պատիժ Տեզերական պատիժը, որտեղ անմեղ զոհ դառավ իմ տղան խաբեության։ Եթե ինքը մի քիչ կռվարար տղա լիներ, ոնց որ են խուլիգաներներ, միգուցե տենց չլիներ, ինքը լուռ էր։ Ու ես էլ ինքն էլ հավատացել ենք օրենքին, որը չկա, արդարադատություն գոյություն չունի։ Դժգոհ եմ վարչապետից նրա համար, որովհետև ոչ ոք չի պատժում, անպատժելիություն է։ Անպատժելիությունն է մեր Հայաստանում ոչ ոք չի պատժվում, ոչ ոք իր պատժը չի ստանում, բայց քանի որ հիմա 24-25 թվականը համարվում է պատժելիության տարի, տեզերական պատիժներ է սկսվելու, տեզերական ու մարդու նյութականի շատ է խփելու։ Հետո էլի 3 անգամ եղավ այդպես, 3 անգամ նույն դատավորը տարբեր դատավորներ ներողություն որոշումները իրենք մերժել են, հետո որ հարց ես տալիս ինչի այդպես եղավ, որովհետև մեզ վախացրել էր, ով է այդ վախեցնողը, դատավորն ինքն ասում, ես Մինասյանին էլ եմ գրել արդարադատության, Կարեն Անդրեասյանին էլ եմ գրել, նրանք տեղյակ են ամեն ինչից, եւ ես ասել եմ նախորդ, որ իրանք աշխատանքից դուրս կգան, որտեղ իրանց տեղում չեն, այդպես էլ եղավ, ու Մինասյանին էլ գրել, որ դուք տեղյակ եք այս գործերից, բայց ոչինչ չի արվել։ Հիմա ինչ կլինի, այդ ինչա դուրս գալու, այն սրիկանները, խարդախները միշտ պետք է հաղթեն, հա, ու իմ նման գիտեք ինչքան հոգեն այտենց դրսում գտնվում, ինչքան մարդկանց բնակարաններ են վերցել անօրինական, ու էլի իրանք վայելում են։ Տիկին Լուսիա, ինչպես է ստացվում, որ ինչի ուժով է ստացվում, որ ձեզ կարողանում են մի քանի անգամ ձեր բնակարանից վտարել բռնի ուժով, 2 անգամ ձեր ամբողջ գույքը, կահույքը, տարիների վաստակը, վերանորոգումը փչացնել եւ դուք հայտնվում եք փողոցում։ Ով հիմա մեր տան մեջ ասած քանդել ավիրել գողություն արել, ինքը սրիկանների սրիկան է համարվում եւ ինքը իր կինը ահավոր պատիժ է ստանալու։
ինքը քանդել ամբողջ մեր պատերը, որ նոր վերանորոգած էր, ամբողջը քանդել է ու տենց կույտը, շինաղբը, քարերը տան մեջ նկարել ուղարկել է դատարան։ Դատարանը ես տեսել եմ այդ նկարներն ամբողջ, փաստաբանի մոտ էլ կա։ Դատարանը հարց է տալիս, ինչի չես ապրում, ասում եմ, դեռ տունը քանդած է։ Մեկ, երկրորդը, բա ինչի չեք գնում ընդեղ էլ ապրում, ես մանր երեխաներ ունեմ ու ես վախենում եմ, որտեղ հրար իրանց վնաս կտա։ Աբսուրդ։ Թող գնա հիմնարկում հրարի աշխատանքի տեղը պահակին, հավաքարարին, բուֆետում աշխատող մարդու, տեսեք ինչ բաներ եմ ես հարցրում, ինչպիսի տղա եղել Հրար Գևորգյանը։ Նա երեխաների վնաս տվողը, որ էսեն սուտ ու տվել է դատարան։ Դրա համար այնտեղ չի ապրում, որտեվ ինքը ոչ մի բան է, այդ որ իմ տան մեջ այդ այնց բաները անում, ոչ ես իր այդ գործարք եմ կապել, ոչ ես իրան ճանաչել եմ, ոչ իր այդ փողային հարցի, ես չգիտեմ ինքը որտեղից է հայտնվել, եւ ինքը սարքել են Վրթանեսյանի գլխին է սարքել, իր կնոջ հետ, իրանք սրիկան, իրանք պատժվել են։ Ինչպես է ստացվում, որ դուք ապրելով Երևանի կենտրոնում, Թումանյան փողոցում, ձեր հայրական տանը, ու ստացվում է, որ դուք դուրս եք մնում ձեր տանից, ձեզ վտարում են բռնի ուժով։ Այդ ինչ հիմա շատերին հետաքրքիր է, այդ ինչ պատմություն է, որ ձեզ հետ է պատահել։ Տարիներ առաջ մի վաշխառույց տոկոսով գումար ենք վերցել նոտարով, տունը դրել են գրավ։ Հետո մենք վերադարձրել են գումարը, կամած մայր գումարը, բայց ինքը չի տվել մեզ տեղի կանքա, ստացական չի տվել։ Հետո հարցել է շրջանվոր, ինքը տվել է մեզ դատարան, ես իրան ասում եմ, տուր ինձ ստացական, նա ասում է, ես առանց ստացական եմ կործանում, ասեմ, ես կբողոքեմ, նա ասում է, որ ուզում ես բողոքի, ես փաստաթուղթ ունեմ, փաստաթուղթը դա նոտարականի փաստաթուղթն է, որտեղ գրած է, վերցնում եմ գումարը այսքան ժամանակով, անտոկոս, տոկոսը չի շեշտվում։ Ինձ էլ մի քանի անգրագետ փաստաբան, ինչի ստացական չես վերցրել։ Հենց այդ ասում են, գիտեմ ինքը անգրագետ է, որտեղ ոչ մի վաշխառու ստացական չի տալիս։ Իսկ բանկից չէի կարող վերցնել, որտեղ բանկը այդ ժամանակ այդքան գումար չէր տալիս։ Մեծ գումարների մասին է խոսքը։ Այդքան շատ էլ չէր, որ ասես։ Ու տոկոսը բարձր ինքը վերցրեց, շատերը գիտեն, թե ես բանկին փող եմ, ես բանկին պետությանը տանտանապես գործարք ոչ կապել եմ, ոչ էլ պետությանը պարտք եմ։ Ես բանկից փող չեմ վերցրել, վաշխառույց եմ վերցրել, որը հետևը մի բանդա է, սրիկաների բանդա, որ այդ քաղաքի կենտրոնում է միան տներ վերցնում ու իրանց գործն անում են ու ինչքան գիտեմ հիմա այդ խափեպաների ու խարդախների ինչքան գիտեմ հիմա իրանք հետախուզման մեջ են, որքանով գիտեմ։ Ես միայն գիտեմ, որ այս թվականները պատիժներ ա գնում արդեն։ Պատիժներ ա գնում բոլոր խարդախների, որտեղ այնտեղ մի թոշակառուկին կա դրա տունել են վերցել տարիների կուտակած սարքացնում հետել են ու այդ կինն էլ ասում է լույսը բացվում անիծում է այդ մարդուն, այդ վաշխառուն։ Անիծես չանիծես, ամբողջ ազգը անիծում է։ Ու Եվ մի բան էլ ես ուզում եմ շնորհակալ լինեմ այն մարդկանցից, որ հզոր, իրոք հզոր, հենց այդ օրը դեպք եղավ եւ Գայանեից էլ շնորհակալ եմ աստղաբան, որ բաց թիվում ես չէի սպասում, որ Գայանեն կարա այդքան համարցակ, ես չեմ ուզեն ասեմ պաշտպանել, համարցակ ինքը ասեց այն ինչը որ իրականում կար, որ մի քանի սրիկաներ ստորություններ են դուրս տալի աստղաբան լինելով հանդերձ Ես արդեն քրեականում ասել եմ իր այդ կնոջ մասին, որ ինքը շատ կեղտոտ բաներ է դուրս տալի ու ես միայն մի բան զարմանում եմ, կին լինելով հանդերձ, նա ընտանիք չունի, նա չի հասկանում մայրն ինչ է, ծնունդն ինչ է, ծննդաբերություն, որտեղ ինքը մայր չի, ինքը ընտանիք չունի, չել ունեցել երբեք։ Ու նա կարա բերանից հանի կեղտոտ անեծքներ թափի մի կնոջ, ով ցավի վշտի մեջ է։ Նոր է կորցրել որդու։ Ու մի քանի կան այդ տեսակ գրում են իրան նմանները, բայց ես շնորհակալ եմ այդ մարդկանցից, որովհետև եթե իրան կտենց չխոսան, ես երևի այսօր ելույթ չունենայի։ Իրենց այդ չարախոսություն ինձ ուժ տվեց, որ ես ոտքի կանգնեմ ու ես ավելին կարամ լինեմ, քան առաջվա Լուսա Հակոբյանն եմ եղել։ Ու այն մարդկանցից մի հզոր բանակ, որ Ես չեմ էլ ճանաչում այդ մարդկանց, չեմ տեսել, որ ինչքան իմ դեկի Լուսա մենք ձեզ հետ ենք, ինչ ցավակցական են իրանք ուղարկում, բոլորին կարդում եմ ու ես հուզվում եմ, ասում եմ, կան լավ մարդիկ, իրոք կան լավ մարդիկ, որ իրանք իրոք մայրեր են, այնտեղ մայրեր կա գրում են,
ամբողջ պատերազմի ժամանակ դուք մեր հետ եք եղել, մենք ոնց կարանք ձեզ մենակ թողնենք, որ իրանց տղաները բանակում էին։ Տարիներ շարունակ այնպիսի անհաջողությունների եւ ողբերգությունների շղթայի մեջ եք հայտնվել, որոնք բավականին ցավոտ են եւ ճակատագրական։ Զրկվեցիք ձեր հայրական օջախից, տնից, ընդամենը օրեր առաջ կորցրեցիք ձեր որդուն։ Որպես աստղաբան փորձել եք հասկանալ այս ամենը ինչի հետևանք է, սա ինչ է, ըստ ձեր մասնագիտությամբ դա կարող եք մեկնաբանել։ Կարմիչեսկի շատ մեծ ծրագիր է գնում, ինձ մոտ 12 տարվա ծրագիր է, որ այս տարի վերջացավ։ Այս նույն բանը, ինչ որ հիմա կատարվեց, իմ տղայի մոտ մարտ ամսին ու շատ փիս օր, մոլորակներ ամբողջ բախումներով ցույց տվեց, եղել է 13 թվականի մարտի ու նույն ժամանակաշրջանում ինֆարկտ խփեց առաջին անգամ։ Իսկ այն ժամանակ ես իմ տանն եմ եղել։ Ամեն ինչ նորմալ է եղել, բայց նոր ենք սկսել։ Նոր սկսվել էր այդ աշխարհու հետ կապված, որ խափեց, այդ տղան մեզ խափեց ու ստացական չտվեց։ Հետո խափեց, ասես դու ընդհանրապես փող մեզ չես տվել, ընդհանրապես ես կանգնում եմ, ասում եմ, տղա ջան, ոստիկաններն էլ կանգնած են, ես քեզանից վերցրել եմ $99, $1 չեմ տվել, $1, այդ $1 համար դու ինձ ղալմաղալ արա, ասում եմ, այդ էլ չես տվել։ Բայց այդ մարդը ես հողի վրա պետք է, ու այդ տղան երթում տվեց, որ իր կինը հղի էր այդ ժամանակ։ Ինքը պատասխան ունի ստանալու, հիմա 24-25 թվականները բոլոր սրիկաները ունեն պատասխան։ Իսկ ինչի այդ ժամանակ, տեսեք, այդ հարվածը տվեց, ամբողջ 12 տարվա ցիկլը պատտվեց, հարվածը տվեց իմ տղային ինչի համար, նյութական այդ բնակարանի ու այդ բնակարանը իմ տղայի սխալ ընդեղ է գտնվել, ես էլ հավատացել եմ իրան, որ այդ տունը դրեցին գրավ, վերցրեցին գումար, որ գնան տուն սարքեն, որտեղ են մեծ տղաս դիզայներ է։ Այդ ժամանակը տենց կար, բնակարաններն են հասարակ վերցնում են, սարքում են ու վաճառում են։ Բիզնես աներ այդ տեսակ։ Ես իմ տղային ասեցի, որ քեզ բիզնես չի, դու պետական աշխատող ես, պետք չի, ինքն ինձ չլսեց։ Չլսեց ինքն, ես էլ ասի լավ, միգուցե լավ լինի։ Տիկին Լուսիա։ Ու այդտենց գնաց մինչև այս թվականը։ Ձեր որդին սխալ գործողության հիման վրա եղավ այս ամեն ինչը։ Հիմա էլ է դա։ Սխալ գործողության հիման վրա, որի վնասը կրեցիք դուք։ Վերջամենամ բնակարանի նյութական կորուստը ոչինչ, բայց մարդկային կորուստը ահա որ է, իմ թևս կտրվածա չկա։ Իմ մաման որ մահացավ, էլի այս տարի էր, օծի տարին էր, 13 թվական։ Ահա որ տարի էր, ահա որ ես օծմոց չեմ նայում մտել։ Տեսեք 13 թվական, տղայիս ինֆարկտ առաջի, մամայիս մահ, ու հունիս ամսին 13 թվական թորնիկս ծնվեց առաջի, փառք շատ ու շնորհակալ եմ, ասեցի վերջացավ ամեն ինչը, բայց չվերջացավ։ Պատտվեց 12 տարի, որտեղ անհետև ես սովորաբար չեմ նայում իմ ոչին, ոչ իմ ընտանիքի, ոչ մեկի գարասկոպը չեմ նայում։ Չեմ նայում, որտեղ ես իրանք ճիշտ ապրող մարդիկ են եղել, իրանք ոչ խմել են, ոչ ծխել են, ոչ խաղացել են։ Իրանք կրթություն երկուսն էլ բարձրագույն ունեն ու իրանց աշխատակով, իրանց ընտանիքով ապրել է, ոչ մի ինձ վատ բան չեն արել, որի համար ես խոսեմ։ Մի քանի հոգի ինձ ասեցին, այդ մեծ տղայից չգիտեն, հիմա ճանաչեցին, ասում, «Էդ ի՞նչ ձև ես դու քո տղաներին դաստիարակել, որ իրանք այդքան լավ մարդ են մեծանում»։ Չգիտեմ, ես չեմ դաստիարակել։ Ես ուղղակի խոսել եմ ու իմ պահվածքով իրանք դաստիարակվել են։ Ընկեր ենք եղել բոլորս իրար հետ։ Տիկին Լուսիա, ձեր հետևողական չեմ եղել, էսա ես վստահել եմ, չեմ եղել հետևողական, դրա համար, որտեղ գարասկոպ ընկերուս էլ նայել էր, որ կորուստ ունեմ, այո, կորուստ ունեմ, ցույց տվել է, բայց մարդկային չեմ նայել, գիտեմ բնակարանն է։ Տարիներ շարունակ ձեր որդին հրայրը շատ մեծ ապրումների մեջ էր, ծանր ապրումների մեջ էր եւ մի քանի անգամ ինֆարկտ ստացավ, գրեթե 7-8, եթե չեմ սխալվում, ստենդավորում կատարվեց նրա հետ,
Նա մտահոգվում էր, այդ ամեն ինչը նրա համար շատ ցավալի էր, բայց միևնույն ժամանակ այդ ամենը ձեզ մոտ ցույց չէր տալիս, որ դուք ավելի վատ հոգեվիճակում չհայտնվեիք։ Բայց ես չի կարա ոչինչ անել, որտեղ անելու չէր դա։ Նա զսպում էր իր մեջ, հրայրը զսպում էր իր մեջ այդ ամենը, փորձում էր կուլ տալ, այսպես ասած։ Ու ինձ անդադ ասում է լավ կլինի, մենք կգնանք մեր տուն, լավ կլինի։ Մի մտածի, ես ձեն չէի հանում, ասում մամ չես ուզում գնանք, հա։ Ինչ ես այդտեղ, ասում չեմ զգում, տղա ջան։ Չեմ զգում, որովհետև մենք հավատացել ենք օրենքին։ Մենք հավատացել ենք քննիչներին, մենք հավատացել ենք փաստաբաններին, դատավորներին, մտածել ենք օրենք գոյություն ունի, բայց արիտես չունի։ Չկա որևէ օրենք։ Բացարձակ ես վստահ համարձակ ասում եմ, Հայաստանում օրենքը թղթի վրա է ու շատ թույլ։ Ոչ մի օրենք, եթե օրենքը աշխատեր, շատ սրիկաներ հիմա բանտերում կլինեն։ Ուզում եք ասել, որ դուք զոհ եք դարձել անօրինական արդարադատության։ Հիմա այս նոր նախարարը, որ եկել է, այդ աղջիկի անունը չգիտեմ ինչա։ Չգիտեմ ինքը ինչ կանի։ Իրոք չգիտեմ։ Դիմել եք։ Դիմել եմ, արդեն դիմումն ուղարկել եմ, այո։ Գործերին ծանոթացել։ Նորից էլի վարչապետին եմ ուղարկել, էլի իրեն եմ ուղարկել, ով կա այնտեղ։ Կակեբել եմ ուղարկել։ Վարչապետին բաց նամակ եք ուղարկում, թե գրավոր։ Գրավոր բացը որն է։ Բանավոր։ Հրապարակային։ Ես վարչապետ երեսը չեմ տեսել, Արեգ ջան, ոչ էլ իր կնոջ։ Այնտեղ մի հիմարի մեկը կա, հիմարների հիմար։ Տարածել է երբեր ես իր հարազատ մորաքույրն եմ։ Այս այնտեղ մարդիկ արձագանքում են, որ այդպես է։ Եթե ես իր մորաքույրը լինեի, այ չգիտեմ ինչ էր, անբարոյական էր, Աննա Հակոբյանի, ինչքան տգետ անգրագետ է, որ Հակոբյանը իր բարեկամն է, հա։ Ես հիմա իմ տանը կլինեի, Աննան մի հատ կզանգեր, ես իմ տանը կլինեմ, բոլորը կպատժվեն։ Այնտեղ մի ուրիշ աստղաբան ասում է, ես ու Գայանեն օգտվում ենք սորոսականների գումարից, Սորոսնովա, որ մենք օգտվենք։ Ինչի մենք չենք կարող աշխատենք, սա խոսում է մարդկային նախանձության մասին, Արեգ։ Տեսեք, ես հիմա ասում եմ այս բաները, ու ես դրանով շատ էժանանում եմ, իրոք։ Ես ինձ թույլ չեմ տա տենց բաներ ասել։ Հստակ պատասխանել հարցիս, այսօր որտեղ է կոնկրետ խնդիրը, որ չի կարգավորվում ձեր տան հարցը։ Դատարաններում։ Դատարաններում։ Այո, դատարանում եւ որոշ անգրագետ քննիչների գործ չեն անում։ Իսկ դուք քննիչները գործ չեն անում։ Իսկ դուք փաստերը հավաքել եք, արձանագրել եք եւ այդ նամակների մեջ գցել եք այդ ամենը։ Այո, այնքան փաստաթղթեր կա ամեն ինչ։ Ես ինչ խոսում եմ, օդի մեջ չեմ ասում, ամեն ինչը գրված է։ Մենք փաստերով, անուն, ազգանունով ներկայացրել ենք։ Հետո որ հիմա իմ տան հետ այդպես սրիկա բաներ անում, քանդում, ավերում ան նորից պատուհաններ 2 տարի առաջ ես փոխել շատ լավ պատուհանները փոխել դրել եմ միած դուբայական սև գույնի վանդակներով ինչ որ իրար ճաշակն տենց է։ Ամեն ինչը այդ ու դրանք հանելա տարելա դռներ կար բավականին թանկ դռներ կամոթելա մանր բաներ եմ խոսում տարելա գողացելա ոստիկանություն եմ կանչել եկելա բռնացրել են որ հետ բերի մի քանի օր նորից հետ տարավ ունդեղ տարածելա որ դա Իրանն է բայց դա մեր դռներն են լավ էր հրարը գնաց բանի չեկերը տարավ ներկայացրել տեսեք ես առել եմ այսքան գնով բրանք քրական գործը հարուցված ոչինչ չի արվում Դուք ունեք հրաշալի փաստաբան 3 փաստաբան ունեն մեկը քրեական, մեկը քաղաքացիական ու վարչական Չէ, խոսքը Լևոն Բաղդասարյանի մասին է Երբ խոսում եք Լևոն Բաղդասարյանի հետ նա ինչ է ասում Հավատա ինձ լույսի ամեն ինչ լավ կլինի Նա ասում է ձեզ որ գործի հանգամանքները ի օգուտ ձեզ Ասում ամեն ինչ պիտի անենք որ անարդարությունը պատժվի Հավատա, բայց ես հոգնել եմ։ Չեք հավատում Ես հիմա ոչ մեկին չեմ հավատում։ Ոչ մեկին չի, աստղաբաններ էլ կա չեմ հավատում։ Շատերը ձեզ մոտ են գալիս, Տիկին Լուսիա, դուք եք ուրիշների Ես փրփուրների մեջ եմ։ Ու ես նորմալ մարդ եմ, սովորական, ես էլ կարիք ունեմ հարցերի։ Ու խոսելու ու զրուցելու, դա չի նշանակում։ Ես գուշակ չեմ, Արեգ, որտեղ մի Սրիկա չեմ ասում, անբարոյական աստղաբան է, ասում եմ, որ ես թուղթուգիր անուղ եմ։ Ես աստղաբան չեմ։
Ես թուղթուկ իրանող եմ, մոմ թափող եմ։ Ուզում եմ ասեմ, այ աղջի, չեմ էլ ուզում կնիկ ասեմ քեզ։ Այդքան անգամ եմ քեզ թուղթուկ իրարել, կամ քո այդ կանաչու դաստայի մեջից ում եմ թուղթուկ իրարել, որ այդպես բան ես ասում։ Որևիցե մեկը, ես 50 տարի աշխատում եմ մարդկանց հետ շփվում եմ։ Դեռ ոչ մեկին թուղթուկ ես չեմ արել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք էմոցիոնալ վիճակում եք, ծանր կորուստից հետո դժվար է, այսպես ասած, հավաքել, կարոտը մի կողմից է տանջում, սերը մի կողմից է խեղդում ձեզ։ Դու լսել ես, որ ես թուղթուկ եմ անում։ Ես վհուկ եմ։ Ես ոչ պայծառատես եմ։ Դուք աստղաբան եք, չէ՞, Տիկին Լուսիա։ Ոչ, ես ռադիոֆիզիկ եմ մասնագիտությամբ։ Ես ոչ էքստրասեքս եմ, ոչ ֆշֆշանող եմ, ոչ ինչ ասեմ, բաժակ նայող եմ։ Ես առաջ տարիներ առաջ 50 տարի առաջ բաժակ էի նայում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, այ առիթա որ ասեմ, որտեվ իմ ձեռքը գիրք ընկավ 53 թվականի տպագրած Բեյրութում, չեմ էլ հիշում, թերթերն այնքան զգուշ էի բացում, որտեվ կոտրվում էր թերթը, տեղին էր։ Ուտեղ բաժակ նայելու արվեստ կար։ Ինչ հետաքրքիր էր, ինչ հետաքրքիր պատկերներով։ Ու այս ինչը որ հիմա բաժակ նայողները նայում են, ասում եմ, տեսնում եմ, այդ չի։ Այնքան հետաքրքիր, ու որոշել եմ, ասեմ, բաժակ նայեմ։ Շատ հետաքրքիր է։ Մինչև անգամ ապսեն, որ պետք տեսնում ես, էլի պատկեր է գալի։ Հա ուզում եմ խոսե, հետաքրքիր էր։ Այս սուտի փուտի բաժակ նայողները, ռուսն է բաժակ նայում, ռուսն ու ռուսի բաժակ նայելն ու Facebook-ում կա։ Facebook-ում եմ այնքան բանը տերևը կգցես, ասենց կլնես, աղանդեղ կլսնես, ծունտե կանես, գործերդ լավ կլինի։ Հա բայց մեր ժողովուրդ աղքատության մեջ է։ Բոլորը պարտքերի տակ, բանկերում բաներ ունեն, այն ինչ է կոչվում։ Վարկեր ունեն։ Ու ռիտուալներ են անում, որ պետք է հարստանա, սուտա մի հավատացեք, ժողովուրդ ջան, մի հավատացեք ոչ մի գուշակի, սուտա, գյուղի են մոմ թափող կինը ավելի լավն է, բարի է, քան նստեք քաղաքի ապրող ֆշֆշանողները։ Տարուն ահավոր վտանգավոր կարտ է, տարուն իմացեք, ահավոր ինքը մոգական կարտ է, շատ լուրջ է տարուն։ Տարույն էլ այդքան մի լսեք, որտեղ դա կախարդություն է, 3 ամիս ինքը աշխատելու է։ Ես շատ բաներ եմ ուսումնասիրել, դրա համար վստահ խոսում եմ, համարձակ ասում եմ։ Տիկին Լուսիա, եկեք հավատացեք ինքներդ ձեզ, կներես Արեգ ջան, ընդհատում եմ, ուզում եմ, որտեղ այս իմ լարվածությունը էմոցիան չի թողնում, որ ես հիշեմ էլ ասեմ, ինչը որ իրականում ու կարևոր պետք է։ Տիկին Լուսիա, հիմա ձեր սրտում եւ մտքում կան չասված խոսքեր, որոնք ուզում էիք ասել ձեր որդուն, այնինչ չասեցիք։ Ասեմ հրարի ծրագիրը, հա, սենց ասեմ, որ ինչի տենց եղավ, որտեվ իրա գարասկոպը տարի հորդ էր համաստեղությամբ, իրա և հետը նապաստակ։ Ես այդ ստրուկտուրային գարասկոպը չեմ նայում դրան, միան մաներում նա մոլորակներով եմ նայում, որտեղ դա իմ համար ավելի լուրջ է ու անհատական է, բոլորին նույն բանը չի ասում։ Հրարի գարասկոպը ինչ ցույց տվեց իր մոտ 35 տարեկանից ցույց էր տալի, միջև որտեղ ինքը շատ է սովորել։ Շատ էս կոմենկում գնացել սովորել է, սիրել է սովորել կարդալ։ Ինքը գնացել է համալսարան ընդունելության, ես քնած եմ եղել։ Ու ասում էր գազ կանգնեց պատի տակ, որ ինչ լինես մյուս մամաների նման, որ ինչ, այդ ծնողները որ գնում են համալսարան պատակ, մեր երեխեն քննություն, որ ինչ։ Ես չեմ գնաց, ինքը եկա բարձր գնահատականներով ու մի խոսքով ավարտեց։ Ու շատ սիրում էր ու միջև 3-րդ կուրս համալսարանի միջև ընդունել, ասում էր ես գիտեմ համալսարանը տաճար է։ Տիկին Լուսիա, չասված խոսքեր ունեք։ Իրա 35 տարեկանից տրված էր ամուսնություն։ Իրա գարասկոպը, իրա ծրագիրը այդպես տրված էր, որ ինքը պետք է պարտադիր ամուսնանար, գոնե մեկ երեխա ունենար, ընտանիքը ոչ պարտ կունենար, ոչ հիվանդություն կունենար, ոչ էլ բնակարանի կորուստ կունենար։ Ինքը իր ծրագիրը խախտել էր։ Դուք տեղյակ չէիք դրա մասին։ Ինքը ընկերուներ ուներ, բայց չէր ուզում ամուսնանալ, որտեղ ինքը սովորում էր։ Այդ համալսարանը ստեղ ավարտելուց հետո գնաց Գերմանիա, մոռացա այդտեղ Մարշալ ակադեմիա էր, Ստրասբուրգ, այդտեղ էլ գնաց դասեր, հետո եկավ ամերիկյան համալսարան, շատ է սովորել,
Դրա համար երևի ժամանակ չէր գտնում, բայց ընկերի ուներ, ու իրան ասում է հրար ամուսնացի, այդ ժամանակ մեր տները նոր էին սարքում, որտեղ ես այդտեղ ապրում էի, այդտեղ քանդվեց, ու հետո նոր շենք էին սարքում, այն բանի ժամանակ էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, ինչքան հիշում եմ, այդ երբ էր Վանո Սիրադեղյանի ժամանակ էր, այդ տներտեղ որ սարքեցին, առաջվա Խնկապուր գրադարանի տեղն էր, այդ փլվեց նկարիչների միություն կար, ու մեր շենքը դե միջև սարքեցին, հրարն ասում էր միջև տունը չլի չեմ ամուսնանա, դել ասում է դե ոչինչ հիմա նշանով ինչ չէր անում, մի խոսքով ինքը իր ծրագիրը խախտեց, ու այդ հարվածը ստացավ, ու 13 թվականին էլ ինքը կարող էր էլի, որտեղ նորմալ ընկերուներ ունեցել, էլի ձգում էր։ Ամեն դեպքում այդ խնդիրները տան հետ կապված մեծ ցավ էին պատճառում։ Բայց ես իրան երբեք չեմ ասել, հրար ամուսնացի են մյուսների նման, բայ շուտ արա, մի հատ թողնի, այդպես բաներ ազատ եմ թողել։ Իսկ չասված խոսքեր ոնց կլինի, երբեք ոչ մի մամա ծնող չի մտածում, որ իմ տղան կարող է հիմա այս աշխարհից գնա, ինչ ասի, միշտ չասի։ Չէ, նկատի ունեմ հիմա ինչ կուզենայիք ասել նրան։ Ինչ չհասցրեցիք ասել։ Այդտենց բան չկա։ Ես ուղղակի ուզում եմ ասել հրար մի քիչ, ասեմ ինչ եմ ասել։ Մի անգամ իրան ասել եմ։ Ու ինքը ծիծաղեց ինձ, որ ասեց մամա դուր ես դու հասել։ Ասի մի քիչ գողական եղի։ Որ իրան սազական չէր։ Մի տեսակ նայց, ասի լավ կրուտոյ, ասեց այդ բառն էլ քեզ չսազում։ Իմ տղաները շատ դաստիարակված են։ Իրանք մեծին միշտ հարգել են, դուքով են խոսել ու չեն պատասխանել, ոչ մեկին։ Խոսում եք հրայրի հետ եկին լույսի։ Շատ, որտեղ ինքը գոյություն ունի։ Հիմա ինքը կողքն է, ու ինքը միշտ իմ հետ է լինելու, ու ես տեսնում եմ, որ ինքը իմ տանն է, մեր տանն է, ու ինձ սպասում է, ու ես պետք է գնամ իմ տուն։ Սրիկաներ, իմ տղան այդտեղ է, այդ ձեր տունը չի, դուք տեղից դուրս եք գալու, ռադ եք լինելու, ուզում ես կտրի, մանտաժարը, ով ինչ ուզում կասի, ես թքած ունեմ, ով ինչ կասի, որտեղ ես իմ տղուն եմ կորցրել։ Ու երբեք չհամեմատեք այս զոհվածների, որ ասեք հիմարությունը, այդ շատ մայրերը դες միջև հիմա շփվում են ու իրանք ինձ մխիթարում են։ Հենց այդ մայրերն ինձ մխիթարում են, Արեգ ջան, 18 տարեկան զոհվածների, որտեղ ես այնքան եմ իրանց դուխ տվել, որ ձեր երեխեքը իրոք էր, դուք պարտեցեք, հպարտացեք ձեր երեխաներով։ Ու իրանք ինձ դուխ են տալել։ Մինչև հաղորդումը սկսելը, որ պատրաստվում էիք, այս վզնոցով եկաք, ասեցիք այս կախազարդը, որ ձեր հա, մոռացել է։ հրայրի նվերն է ձեզ։ Այո։ Մարտի 8-ին նվիրեցից։ Ես տեսել էի խանութում, մեկ ասեց իրան, մի հատ այդ սիրուն բան եմ տեսել, ես ընդհանրապես այնց ոսկեղեն բաներ չեմ սիրում։ Ինձ ավելի շատ արծաթին եմ տեղ տալ ու խոշոր բաների, ասի մի հատ այնց սիրուն բան եմ տեսել, բա որտեղ, բա ես իշտեղ, իսկ ասի ծառա մեջը։ Որտեղից իմացավ գնաց, մեկ էլ տեսնեմ Viber-ով ուղարկել է 2 հատ, միացա, մի հատ էլ ուրիշ կլորը տենց կար, ասեց սրանից ո՞րն ես ուզում։ Ասեցի, ասեց որտեղից գտար։ Ու բերեց մարտի 8-ին ինձ նվեր, դրեց էլի գնաց աշխատանքի։ Ինքը շատ այն կապրիսները տալիս, կապրիսնի մարդ է։ Շատ այն կամակորությունները տար, ինքը ինձ մի հատ չի հակաճառը, ինքը չի արել մի բան, որ իմ դուրը չկա, ուղղակի ինքը ես շատ եմ տանջվել այս տան համար, ես խոսում եմ, պորտկում եմ, տեկին եմ, էմոցիոնալ եմ, այր եմ, ես նայում եմ դրանց ասում եմ, վայ ես ձեր ինչն եմ ասած, մամ սուս մնա, չի կարելի։ Ինք իր մեջ լուր տարավ, այնքան տարավ, որ պայթեց իր սիրտ այդ անարդարությունից, Արեգ, ես ներողություն եմ քեզանից խնդրում ամեն առաջինը, քեզանից մեկ էլ են հասկացող, մտածող գիտակից մարդկանցից, որ ասում եմ հիմա այս նախադասությունը, իմ տղայի մահվան պատճառը որոշ խաբեբասարիկա դատավորներ ու քննիչներից է ու այն մարդկանցից, ովքեր մեղավոր են իմ տղու մահվան համար, իրանք պետք է ահավոր պատիժ ստանան։ Նրանք են սպանել ձեր որդուն։ Նրանք պետք է ստանան պատիժ, որտեղ ես դա էլ եմ տեսել։
ու մենակ ես չեմ տեսել։ Մասնագետներ տեսել են, որ այն ովքեր պատճառ դառան, ով ուզում է լինի, ես կարող եմ ենթադրում եմ, բայց ցույց տվեց իմ տղայի այդ իրանց խղճի վրա է ազդելու, խղճին է նստելու, ովքեր պատճառ դառան Հրայր Գևորգյանի մահվան պատճառը, իմացեք դու, հիմա կգնաք չգիտեմ երկիր, ուր կթռնեք, ինչ կանեք, ես չգիտեմ, դուք ձեր խեղճ, որտեղ դուք էլ երեխաներ ունեք։ Տիկին Լուսիա, հիմա ձեզ ինչ։ Բայց ես ոչ մեկի մահը չեմ կամենում։ Տիկին Լուսիա, ո՞ր մտքերն են այսօր ձեզ տանջում։ Ես իմ տուն եմ ուզում գնալ, որտեղ տղաս ընդեղ է, այդ է ինձ տանջում, ուրիշ ոչ մի բան։ Եթե ես գնամ իմ տուն, որտեղ դա քրտնինքով սարքած տուն է, մեր տանը բան որ չի աշխատել, իմ սաղ իմ տղան արել, մեծես Հրայր հետ միասին արել են, ամեն ինչը քրտնինք է, այն անգամ տղաս որ ստեղեր ասեց, մամ հիշում ես ինչ հավեսով ամեն մի հատ շուռում բառնում ենք, խփում ենք, ոնց ենք ուրախանում, ինչ սիրով ենք ամեն ինչը ստեղծում, դնում, անում, բայց ես էլ հիմա այս բանը մոդա անկավ, ես էլ 3 անգամ ընդամենը տղա ես տվել են, որ մեր խոհանոցի կահույքը փոխի։ 2 տարի մեկ խոհանոցի կահույքը փոխի, 3 անգամ, այն գույնը մոդան անցավ, այն լավը չէ, այս վերջինը սարքից ասեց, էլ չեմ փոխի, վերջ չուզես, ասի չես շատ սիրուն է։ Տիկին Լուսիա, այսօր ձեզ ինչն է ուժ տալիս, որպեսզի կարողանաք ապրել։ Ամենից առաջին, որ այս սրիկաները անիծել են ու կեղտոտ բաներ խոսացին ես իմ վշտին, իրանք ինձ ուժ են տալի ու ես իրանցից շնորհակալ եմ, իրոք, թող իրանք իմանան, որ անբարոյականներ, ես շնորհակալ եմ ձեզանից, որ դուք ինձ ուժ եք տալի, որ ես ոտքի պետք է կանգնեմ ու աշխատեմ ու գնամ էլի այդ սերիկան ասում է տականք եմ ես իրան կարում ասում հələ փորձեց գնաց հաղորդման այն մի տղիտ էլ մի բան կլինի հիմար է ես պետք է վախենամ քո ասած դու ով ես ճղճին ու ես զարմանում եմ այն մարդկանցից որ քեզ պետքա դիմեն հարցեր տան դուք նորմալ բարոյական ընտանիք ունեցող երեխա ունեցող բարոյական կնոջը հարցեր տվեք որ իրան կարողանան ձեզ ճիշտ օգնեն ոչ թե անեցկաբանին հարցեր տակ Ինչա վարչապետ են փնովում, վարչապետ անիծում, այդ մարդիկ լավն են։ Ես չեմ վարչապետ փնովի, երբեք ոչ մի ղեկավարի վաղը կգա Պողոս, Սիմոն, Պետրոս, երբեք ոչ մեկին ես ինչքան էլ վատը սխալը լինի։ Ես մի հատ կասեմ, որ մեր Հայաստանում վերջապես պետք է արդարությունը հաղթի։ Վերջապես տատաիրավական համակարգը պետք է արդար ու ճիշտ աշխատի։ Դեռ 2 տարի կա։ Շնորհակալ եմ Տիկին Լուսիա։ Շնորհակալ եմ, որ այս հոգեվիճակում խոսեցիք, ձեր սիրտը բացեցիք եւ ներկայացրեցիք այն ամենը, ինչ հուզում էր ձեզ։ Ձեզ համբերություն եմ մաղթում, տոկունություն եմ մաղթում, կհանդիպենք։ Շնորհակալ եմ քեզ Արեգ ջան, տղա ջան։ Ու բոլոր տղաներին մեր Հայաստանի բոլոր ձեզ ձիգ պահեք, պինդ պահեք, չկոտրվեք։ Մի քիչ ձեր մամաներին լսեք։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցում էի աստղաբան Լուսիա Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրեք մեր ալիքին, կհանդիպենք։